Բարև, շակերտներում այսօր գրող Արտաշես Արամն է։ Արտաշես Արամ ծնվել է Թալինի շրջանի Կաթնախբյուր գյուղում, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում, աշխատել է հանրային հեռուստատեսությունում Ավանգարդ թերթում, Նոր դար ամսագրում, այժմ աշխատում է Նարցիս գրական հանդեսում, Հայաստանի գրողների միության անդամ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։ 11 գրքի հեղինակ է, արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, Հայաստանի գրողների միության Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ գրական հիմնադրամի մրցանակի, Պարյուր Սևակի անվան մրցանակի։ Ինչպես սկսվեց օրը։ Բոլոր օրերի նման, բայց անսովոր է, որտեղ այս հեռուստատեսությունը ինձ համար իմ պատանության մի հատվածն է, որը այստեղ գալուց բնական է անսովոր էր եւ հաճելի, մտածելով, որ անցնում եմ իմ պատանության ճամփաներով։ Ինչ դրվագներ կան այդ տարիներից, առավել եւս, որ դուք էլ մաս եք կազմել 60-ամյա հայկական հեռուստատեսության ինչ-որ մի հանգրվանում եք եղել։ Անշուշտ, դե մանավանդ եթե պատանության այդ շրջանը բոլորի համար անսովոր է անկախ նրանից թե ինչով է զբաղված, բայց հեռուստատեսությունը ինձ համար շատ կարևոր շրջան էր ճանաչելու, զգալու, նախ մթնոլորտը միջավայրը այնպիսին էր, որ ոգևորիչ, հետաքրքիր, որը ես շատ կարևոր եմ համարում, եւ առիթ էր, որ շրջեինք նաեւ Հայաստան աշխարհով մեկ, այդպիսի հաղորդաշարեր կային եւ այն ինչ մայրաքաղաք Երևանում այդ հանդիպումը բնավ չէր ակնկալվելու, հանկարծ Հայաստան աշխարհի որևէ շրջանում, որևէ գյուղում հանդիպում ես մի հետաքրքիր մարդու եւ այդ հանդիպումը դառնում է անջնջելի, այդ կերպարը, այդ մարդու, այդ հայի այդ կերպարը մնում է անջնջելի։ Կա մի գիրք, որը մարդ անպայման պետք է կարդացած լինի։ Ցանկացած հայի համար արդյունաբեր չասեմ, անհրաժեշտություն է, կենսական անհրաժեշտություն, դա Նարեկ Ցումատյանն է, եւ կարծում եմ մեր գոյաբանական կոդը, հայի գոյաբանական կոդը, մտածողության կերպը ուղիղ ձևով տանում է դեպի այդ նարեկացիական մատյանը, մի խոսքով այդպես։ Իսկ հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։ Հայը մարդու անհատի այն տեսակն է, որը ամենավճռական ժամերին դրսևորում է առավելագույն որակները։ Դա կլինի ազգապահպանություն, դա կլինի կարևոր ծրագրեր իրականացնել, իսկ սովորական թվացող պահերի մեջ նա կարող է կորցնել զգոնությունը։ Կա մի ֆիլմ, որը դուք շատ եք սիրում։ Շատ եմ սիրում Մայրիկ ֆիլմը, ասում եմ շատ-շատերն են սիրում, որտեղ դա ընդհանրապես ֆիլմ միավոր չի։ Կան գործեր, արվեստի գործերը թվում է ֆիլմեր, որոնք նայելուց քո ազգային կեցության խնդիրը վերապրում ես ակամանորից, քո գենը, քո ազգային գենը ինչ ճանապարհներ է անցել։ Եվ ինչու է այդ ֆիլմը ինձ այդ աշխան սիրելի, ինքը այդ մեծանուն հայը եւ մեծանուն ռեժիսորը պահել է չափի զգացումը։ Դա մի ընտանիքի պատմություն է, բոլորս գիտենք, բայց ինքը կարողացել է այդ մի ընտանիքի իր իսկ տվյալ դեպքում իր իսկ կենսագրության ֆոնի վրա մեր հայի կերպարը աշխարհամեջ դուրս բերել եւ դուրս բերել արժանապատվորեն։ Այսօր ցանկացած հայ արժանապատվորեն կանգուն մնալու խնդիր ունի։ Եվ այդ ու համանման ֆիլմերը զորակցելու են բառացիորեն հայ մարդուն, որ ինքը այս երկրային երկու Թումանյանի ասած երկու օրվա ճամփանացնելուց անցնի ձիգ ու արժանապատիվ։ Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը Անրի Վերնոյի Մայրիկն է։ Zakarian Agop, Zakarian Araxi, Adna et Gayané Bouloutian.
Zakarian Azad, fils d'Agop et Araxi Zakarian. Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Ոչ։ Չեմ էլ ցկտուն լինել։ Այսպես, ասեն որպես զբոսաշրջիկ չեմ ուզում եւ չեմ կարող, որտեղ ինչ ես տեսել եմ, նախ որ գնացել են իմ ծանոթները, ընկերները, մտերիմները, նույնիսկ այդ բերած ջապավեններն եմ դժվարանում նայել, որտեղ ինչ տեսնում ես, դա սամ կրտիչ է, դա ցավեցնող է, դա տեսնելու բան չի, ուղղակի այդպես։ Այլ խնդիր է, որ ես գնամ դեպի իմ պապերի երկիրը, գնամ իմ տիրոջ իրավունքով, գնամ ապարպես բեր կանգնելու իմ պապերից խլվածին, իսկ այդպես ապադրված չեմ գնալու։ Կա Երևանում մի հատված, որը ձեզ շատ հոգի հարազատ է։ Երևանի հետ կապված ինձ, ասենք, մշտապես ոգևորում էր այդ կանաչ զանգվածները, կանաչ հատվածները, որոնք արված էին ճարտարապետական ճշգրտությամբ։ Այսինքն այդ կանաչ են զանգվածներ, որը մենք գիտենք մեր քաղաքի դիրքը, աշխարհագրական եւ ասենք թթվածնի սնուցման այդ երակները արված էր հստակ։ Եվ մենք կորուստներ ունեցանք, անտառներ, անտառակներ, այգիներ, որոնց բացակայությունը շատ ծանր հետևանք թողեց մեր քաղաքի այսպես եւ կային փողոցներ, կային շենքեր, որոնք մի ողջ պատմություն էին իրենց մեջ կրում, իրենց ներկայությամբ դեպի փայփայվեր, գուրգուրվեր, մի խոսքով Կա մի քաղաք, որտեղ երազում եք լինել։ Այսինքն ոչ հիմնովին բնակվելու Ուղղակի լինել Վենետիկում անշուշտ դա կարծում եմ այն ինչ մենք ես անձնապես տեսել եմ ֆիլմերից, հաղորդումներից եւ առավել քան այն զրույցը որ կա Վենետիկի շուրջը, ինձ թվում է դա առասպել չի։ Այս մոլորակի վրա կան անկյուններ, որոնք շատ մարդ էակի կեցությանը շատ բան կարող են տալ։ Այդ թվում նաև իտալական գրեթե բազմաթիվ քաղաքներ, որոնք ուտակվել են դարերով Ֆլորենցիան, մյուսները, որտեղ հնարավոր չի լինել որպես բուսաշրջիկ եւ հեռանալուց ասել, որ ես տեսա Ֆլորենցիան։ Այդպիսի քաղաքներ կան, որտեղ կուզենայի լինել, բայց ես մի բան չեմ հասցրել, բայց ես մի բան եմ մտածում եւ անկեղծորեն այստեղ որևէ էմոցիոնալ բան չկա, այն ինչ ես չեմ հասցրել տեսնել։ Որոնք եղել են քաղաքներ, որ զեցել են այդ փողոցը, այդ Բոգոտան, տեսնել։ Ես վստահ եմ, որ իմ Լևոն Թորը տեսնելու է եւ ես իր աչքերով այդ ֆլորենտական այդ փողոցը, այդ անկյունը, այդ տեսարժան պահը միասին կնայենք։ Այո։ Ինչ խմիչք եք նախընտրում։ Նախընտրում եմ կոնյակ, գարեջուր եմ սիրում, հայկական գարեջուրը եւ այդպես։ Իսկ հայկական
քեֆեր, հավաքույթներ, հանդիսություններ։ Անշուշտ մենք իմ սերունդը իմ ընկերներս հաճախ խմել ենք, երբեմն դառնալի շարքվել է եւ բայց այնտեղ որ դու զգում ես որ արդեն դա չի ծնում ոչ ոգևորություն, ոչ գեղեցկություն, իր հետ չի բերում ոչ խանդավառություն, ապրելու, ստեղծելու, ուրեմն այնտեղ պիտի դա դարձած։ Զենք ունեք։ Ոչ, Երբեք երբեք չեմ ունեցել։ իսկ պետք է։ Չեմ կարծում, ինձ համար որ դրա կարիքը ես չեմ ունեցել։ Այսինքն ես միշտ չեմ էլ հասկանում որ շատ երկրներ հասկանում Ամերիկայի նման երկիրը ինչպես կարելի է զենքը ազատ վաճառել։ Ես դեմ եմ դրան, այսինքն ասում են մարդու անհատի քաղաքացու ապահովությունը, դրա համար կան հաստատություններ, որոնք այդ գործառույթը վերցրել են իրենց վրա եւ մարդը պիտի չմտածի տեղ գնալուց, քայլելուց, ապրելուց, որ ինքը ոնց պաշտպանի իր անվտանգությունը։ Իսկ կոչումներին, պարգևներին, շքանշաններին այս ինստիտուտին ինչպես եք վերաբերվում։ Բացական եմ վերաբերվում միանշանակ անշուշտ մարդու կյանք գործը արածը վաստակը պիտի գնահատվի բայց մշակվել է մի համակարգ որ դա դարձել է արդեն ինքնանպատակ Կա մի նկարիչ որի արվեստը ձեզ շատ հոգեհարազատ է ինձ միշտ հուզել ոգևորել է գեղանկարչություն ասվածը մենք Փարքաստու հայերս այնպիսի նկարչություն ունեցել ենք եւ ունենք հիմա այնպիսի նկարիչներ որ եվրոպական ցանկացած ցուցասրահ կարող է պատիվ համարի որ այդ նկարիչը ցուցադրվի եւ դա անվանապես ասենք դա մենք այսօր ապրում ենք 21-րդ դարում բայց մենք ունենք գեր մոդեռն գեր ժամանակակից մի նկարիչ որի անունը Թորոս Ռոսլին է այսօր նայում ես իր գործերը եւ ապշում ես հենց այդ ժամանակակից լինելու վրա դրսում ասենք ունեցել են նկարիչներ որոնց ես սիրում եմ որոնց գործերը ինձ համար շատ թանկ ու նվիրական են Գարզուն, Ժանսեմը, չմոռանամ նաեւ Արշիլ Գորկուն այ ցանկացած հայի համար առնչվել Արշիլ Գորկու աշխարհին, այդ գույն աշխարհին դա միայն գեղանկարչության առնչվել չի նշանակում, այլ հերթական անգամ ընթരാճ գնալ սեփական գեցությանը, սեփական պատմությանը, սեփական տեսակին։ Այսօր էլ կան նկարիչներ, որոնք ներկայությունը շատ ծանրակշիռ է այսօր Հայաստանի համար։ Ձեր ստեղծագործական գործունեության ամենադժվար շրջանը երբ է եղել։ Երևի անկեղծորեն հեշտ շրջան չեմ ունեցել, որ նոր սկսեցի այդպես այդ գրականությունը, բանը, վառը, ինձ թվում էր շատ դյուրին էր լինելու դե նստել, գրել, ստեղծել, բայց հոգեբանորեն հենց շատ վաղ զգացի, որ դա ուղղակի շատ դժվարին փորձություն է, որ ծանրանալու է։ Եվ գնալով տարիների հետ ավելի դժվարացավ մենք ազգովին անցանք այնպիսի մազակամուրջների վրայով եւ հիմա էլ ենք անցնում որ ստեղծագործողի համար, գրողի համար շատ դժվար է բայց եւ գտնում եմ որ հատկապես դժվարին ժամանակներում առավել է կարևորվում եւ գրականության եւ ընդհանրապես մշակույթի դերը խավարը որքան թանձր է լինում պիտի ավելի այդ լապտերը ավելի փորձես վեր բարձել եւ դրա պահանջը այսօր կա այլ խնդիր է որ այսօր մեր իրականությունը լցված է մշակույթի այնպիսի գործերով
Այնպիսի գործը հասկանալի է, որ մենք ասում ենք սատիրական հաղորդումներ, երգիծական հաղորդումներ, բայց մարդուն այսօրվա տագնապների մեջ նաև զորակցելու ուրիշ ուղիներ էլ կան։ Խոսքը վերաբերում է արվեստի այնպիսի գործերի, որ զորակցեին մարդուն։ Իսկ թվում է արվեստի արարիչը այդ արվեստի ստեղծագործելու ջիղն ու ջանքը տվել է մարդկանց հատկապես դրա համար, որ մարդուն իր ընթացքի մեջ, իր երթի մեջ կարողանաս զորակցել, կարողանաս թիկունք կանգնել։ Դուք հեղափոխական եք բնույթով։ Այո։ Հեղափոխական մենք գոնե մեր ծերունդը թվում է ընդունված է մտածել, որ ավիրել, ջարդել, բանանել խոսքը իմ նախընտրած հեղափոխությունը անվերջ նորոգումի հեղափոխությունն է։ Այսինքն բավարարվել, որ մեր ազգի մոտ մի շատ ծախավեր բան կա, որ ասում են կարող է ավելի վատ է լինի, եթե փոխվի ավելի վատ է լինի, այս կանխակալ բան է եւ դա շղթայում է, դա կալանում է ոչ միայն անհատի երթը, այլև ժողովրդի երթը։ Մարդը ինչպես անհատը, այդպես էլ ազգը չպիտի վախենա քայլ անելուց։ Այդ քայլերն են ապահովում առաջընթացի։ Եթե ոչ մենք խոսում ենք առաջընթացի մասին, երբ իրականության մեջ մեզ կաշկանդում է այդ մեր երկվությունը, մեր թերհավատությունը, մեր եւ մի խոսքով ես գտնում եմ, որ մանավանդ այս իրավիճակը, որ ապրում ենք ազգովին, դա ինձ չի գոհացնում, եւ կարծում եմ շատերին չի գոհացնում, եւ նման դեպքերում ես հայացքս հառում եմ նորերին եւ յուրահությունից եւ բոլորիս այդ նորերը իրենց քայլով, իրենց պահվածքով, իրենց մտածողության զարմանալի ճկունությամբ ապացուցում են մի բան, որ իրենք չգոհացող տեսակ են։ Այսինքն լավ առումով նրանք ձգտելու են առավելագույնի։ Մեր կյանքը, հայի կյանքը եւ ես ուզում եմ հավատալ, որ այդ հատվածը, այդ տեսակը, այդ հայ պատանու տեսակը, որ այսօր ճախրելու պատրաստ թևերը պարզել է, վաղը շատ բան փոխելու է մեր ողջ քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի գործունեությունը ձեզ համար ուսանելի է։ Անշուշտ կան, չեմ ուզում ինչ որ անուն հնչեցնել, այսինքն կարող եմ այդ անուններ տալուց վրիպեմ ինձ համար շատ կարևոր անուններ, բայց կան մեր մշակութային դաշտի ցանկացած պետական, ռազմական, հոգևոր, մշակութային Եթե պես այսօր շատ կենսական է մենք բոլորս հայացքը հառել ենք այն դաշտին, որ կոչվում է քաղաքականություն, անկախ եթե ինքդ քաղաքականության հետ չես առնչվում, որտեղ մենք հայերիս մոտ մի գիծ կա, որը ես չեմ ընդունում, եւ դա գուցե եկել է մեր պետականության բացակայության պայմաններում, մենք ուզում ենք, որ մեր փոխարեն մեր գործն ուրիշն անի, մեր կռիվն ուրիշն անի, վճռական պահին մենք նահանջենք, ուրիշը մեր փոխարեն մեր դատապաշտպանի։ Այդ պարագայում ոչ մի քաղաքական գործիչ, ինչքան էլ լուսավորյալ լինի, ինչքան էլ կարող լինի, չի կարող այնպիսի վճռական քայլեր անի, որ մեր ընդհանրապես հայի կյանքը, ընդհանրապես մեր իրականության մեջ դրական տեղաշարժեր լինեն, այնպես որ մենք ազգովին եւ անկեղծորեն պիտի ասեմ, եթե այսօր կան դժվարություններ եւ դժվարությունները բազում են, ես գտնում եմ, որ պատասխանատու են բոլորը։ Այդ պատասխանատվության խնդիրը պիտի գերակայի բոլորիս մոտ, որ մենք պատասխանատու ենք այնինչ կատարվում է մեր երկրի վրա։ Եվ բերուացի գրող կա Սեզար Վալախով, որ ասում է մենք գրողներս պատասխանատու ենք աշխարհում կատարվող ամեն ինչի համար։
սապերուացի գրողի համար գուցե ճիշտ է եւ ընդունված է, բայց ես աշխարհի հոգսերը թողնում եմ աշխարհին, գոնե հայ գրողը, հայ մտավորականը, հայ նկարիչը իրեն բացարձակապես պիտի պատասխանատու զգա ամեն ինչի համար, ինչ որ կատարվում էր կյանքում։ Իսկ մարդկության ամենամեծ գյուտը որն եք համարում։ Դե գրքի գյուտից հետո դա գրքի գյուտն է, որը ինձ թվում է յուրաքանչյուր մեծ նվաճման հիմքում, նույնիսկ գիտական նվաճումների հիմքում ընկած է այդ գրքի այդ խորհրդավոր մոգական ուժն ու կարողությունը։ Մնացած բազմաթիվ գյուտեր, որոնք մարդկության այսպես կարգ առաջ են տարել, ածանցյալ են եղել այդ գրքին, այդ մշակույթի բոլոր ձեռքբերումները։ Մշտապես զարմացել եմ կամուրջների վրա, կամուրջը որպես երևույթ։ Եվ Երևանում էլ կան կամուրջներ, որոնք նայելուց ինձ նույնքան է զարմացնում որպես մարդու, որքան դեզերքը հրտիր ուղարկել է, նայում ես այդ ինչպես է ստեղծվել։ Առաջի զգացումն է, որ դա մարդկային ձեռքի գործ չի, այլ ինչ-որ ինքնեղ արարում է այդ կամուրջները, որոնք եւ եթե հերու անհայտ մոլորակներից նայելու են մեր երկրին ու նայեն, շատ քիչ բաներ այդպես կարող են ինձ թվում է այդ օտարներին զարմացնել, որքան կամուրջները, որ մարդը կարողացել է։ Այո։ Պատմական ինչ իրադարձություն է դες ցնցել։ Քաղաքական առումով այն զոհերը, որ մենք 27-ին ունեցանք, դա անշրջելի էր, որտեղ դա միայն թշնամու գործոնը կարող էր այդպես կոտրել մեր ողնաշարը, այն կորուստները, որ մենք ունեցանք։ Դա անշուշտ ցանկացած հայ համար մեր հետանկախության շրջանում եւ դրանից առաջ ասենք սկսվեց երկրաշարժը, որը այս մեր փոքր թվականակով փոքր ժողովրդի համար, փոքր երկրի համար դա ցնցումն էր, որ զարուրելի էր եւ հետագայում կայացան իրադարձություններ, երբ որպես հայ մարդ ակնկալում ես ժողովրդի միասնություն, միասնականություն, այդ վճռական քայլեր անելուց ու հանկարծ այդ վճռականության պակասը շատ տխրեցնում է։ Եղել է դեպքի այնպիսի վիճակներ վճռական, որ մենք մեր գալիք ժամանակից այնպիսի իրավիճակում ենք ապրում ազգովին, որ պիտի լավի քիչ ակնկալիք ունենանք։ Այսօր աշխարհի քաղաքական վիճակը, անցուդարձը, իրադարձությունները այնպիսի ընթացքով են գնում, որ մենք պիտի մեր ուժերը կենտրոնացնենք, ի վերջո ես ուզում եմ զուգահեռ տանել հрьяաների պարագայում, հрья ազգի, որ իրենք հենման կետ չունենալով կարողացան ոչ միայն պետություն ստեղծել, այնպիսի պետություն, որ այսօր Միացյալ Նահանգները, աշխարհի հզոր տերությունները հաշվի են նստում։ Մեր ներուժը ազգային, մեր կարողությունը գիտական, մտավոր եւ բոլորը, եթե թվարկենք, ոչ մի բանով չի զիջում հрьяաների, աշխարհի մյուս հզոր ազգերի, բայց ինչն է կաշկանդում, որ մենք այսօր ունենք սոցիալական խնդիրներ բազում, այսօր ունենք այնպիսի վիճակ, որը չպիտի որ այսօր 21-րդ դարեր մտած հայ մարդը փնտրեր աշխատանք եւ հաց։ Այսօր չպիտի հայ մարդը մտածեր, որ այստեղ հնարավոր չի եւ իր բարեկեցությունը, իր կյանքը, իր լավը փնտրեր դրսում։ Եվ ես որպես հայ մարդ ուզում եմ մի բան ասել։ Ի վերջո այսօրվա հարուստները, այսօրվա դրության տերերը մի բան պիտի հասկացած լինեին վաղուց, որ ինչքան էլ ապրեն ճոխ տեղյակներում, ինչքան էլ իրենց կյանքը այսպես լինի անհոգ, միևնույն է իրենք դուրս են գալու փողոց
եւ իրենց արդեն այդ հացը չի ուտվելու, եթե քո միջավայրը, քո ազգը, քո իրականությունը, քո ժողովուրդը ապրում է դժվարին պայմաններում, ուրեմն մենք ժամանակներ եւ վաղուց ժամանակներ, որ եսից կարողանայինք անցում անել դեպի մենքը։ Միայն մենքն է հաղթելու պետության, պետականության կառուցման ճանապարհին, հայրենիք շնացնելու ճանապարհին, միայն գործելու է մենքի գաղափարը, աշխատենք հավատալ, որ մեր մենքը, մեր միջի մենքը եսից ավելի ուժեղ է։ Հրաշալի։ Կա երաժշտական մի ստեղծագործություն, որը ձեզ չի ձանձրացնում եւ դուք անընդմեջ կարող եք լսել։ Հավանաբար ցանկացած հայ այսպես կարող էր պատասխանել, չեմ ուզում այդպես թվում է, բայց ուրիշ տարբերակ ես չունեմ այս պարագայում։ Ցանկացած հոգեվիճակում, ցանկացած տրամադրության մեջ լսիր կոմիտասի ցանկացած գործը եւ քեզ դա ոգևորության անսպառ ակունք է տալու բոլոր կտրվածքներով եւ մշակութային եւ հոգեբանական եւ մարդկային եւ ես ցավոք պիտի նշեմ, որ այսօրվա մեր երաժշտությունը միշտ չէ որ արձագանքում է այդ ակունքներին, այդ մեր հարստությունն այնքան է անձինս կոմիտասի ժառանգության այնքան զորեղ է, որ թվում էր մենք չպիտի խնդիր ունենայինք դասական երաժշտության ժամանակակից դասական երաժշտության պարագայում, բայց այսօր ինձ մտահոգում է նաև որ առասարակ դասական երաժշտությունը այդպես մաղվում է թե երկրորդ պլան գուցե եւ չորրորդ պլան այդպես չպիտի լիներ։ Ինչից եք վախենում։ Վախենում եմ որ վաղվա գուցե այս ընթացքով, եթե մեր սահմանները ինչպես է պաշտպանվելու մեր ինքնությունն առասարակ, մենք շարունակական կանգնած ենք այդ վիճակի մեջ եւ այնտեղ Թուրքիան է, կողքին Ադրբեջանը, այնտեղ Ռուսն է իր հասկանալի քաղաքականությամբ, հիմա ես վախենում եմ, բայց նաեւ անկեղծ ասեմ, որ նաեւ այդ վախին նաեւ ներքին իմ համոզմունքը կա, որ մեր ներսի այդ ստրատեգը մարտավարը լինելու է շատ զգոն եւ մենք աշխարհին ասելու ենք, որ պայքարելու ենք յուրաքանչյուր թիվ հողի վրա, մեր ազգային ինքնության վրա ես գիտեմ մի բան, որպես հայ, որ եթե չտա Աստված մենք տանուլ տանք այս ճակատամարտը, մեզ այլևս նույնիսկ ինքնավար մարզի կարգավիճակ չի տրամադրվելու։ Սա մեր վերջի շանսն է կառուցելու հզոր պետություն եւ լավ է որ մարդիկ աշխարհը ԵԱՀԿ-ը մյուսները ջանք են դնում որ լուծվի Ղարաբաղյան խնդիրը, բայց Ղարաբաղյան խնդիրը Արցախի հարցը լուծելու ենք մենք, լուծելու ենք եւ այդ լուծման համար մի ճանապարհ կա, մեր ուժը, մեր վիթխարի ուժը, մեր հավաքական կամքը դեպի գալիքը քայլանելու մեր միասնական մղումը, որ մենք այս ճակատագրորեն մեզ տրված տուն կառուցելու, հայրենիք կառուցելու շանսը այլևս չենք թողնելու մեր ձեռքից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ճակերտներում այսօր գրող Արտաշես Արամներ, բարի գիշեր, կհանդիպենք։